Ազատության հրապարակում տեղի ունեցավ Ոտքի Հայաստան քաղաքացիական շարժման հրավիրած հերթական հանրահավաքը։ Հրապարակը չնայած մարտաշատ չէր, բայց դա չխանգարեց, որպեսզի կազմակերպիչները ելույթներով հանդես գային։ Շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանը ընթերցեց այն նամակը, որը օրեր առաջ հանձնեցին ՀՀԿ գրասենյակ։ Իսկ շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանն էլ նշեց, որ անիմաստ են համարում հեծում աուդիտը, որովհետև այն չի բացահայտի թալանն ու գողությունը, որի մասին իրենք վաղուց արդեն հայտարարել են։ Հիմա խոսքը դիմում եմ Սերժ Սարգսյանին իր խամաճիկների եւ հետևորդների հետ միասին։ Բա ունեիք դուք այդ 3 տարի։ Եք սպասում, որ ժողովուրդը հավաքվի Բարոյական փողոցում, դուք գարեր անհնազանդությունների ու նոր որոշեք, որ այդտեղ կա շահութարկի խնդիր։ Եթե ել եմ ասում, երկրորդ անգամ կընկնում արդեն այս քանի օրերի ընթացքում, չեք կարողանում կառավարել։ Ստեսուց ես։ Սերժ Սարգսյան, ստեսուց ամբողջ թիմով։ Ոտքի Հայաստան քաղաքացիական շարժման անդամ Գագիկ Եղիազարյանն էլ նշեց, թե Սերժ Սարգսյանը դե ֆակտո հանդիսանում է շախմատի ֆեդերացիայի նախագահ, քրեաօլիգարխիկ մաֆիայի պարագլուխ, բայց ոչ հանրապետության նախագահ։ Հետևաբար իրենք այդ նամակը հանձնեցին ոչ թե Բաղրամյան 26-ում, այլ հենց հանրապետականների գրասենյակում։ Ազատության հրապարակը մարտաշատ չէր, հետևաբար հանրահավաքը հրավիրողները կոչ արեցին ժողովրդին ոտքի կանգնել եւ միասին պայքարել երկրում առկա խնդիրների դեմ։ Ու եթե մենք միասնական լինենք, գաղափարակից լինենք, ապա կհասնենք մեր պահանջների բավարարմանը։ Դե ուրեմն Ոտքի Հայաստան։ Ելույթով հանդես եկավ նաև շարժման անդամ Դավիթ Սանասարյանը։ Նա նշեց, թե այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կանգնած են պատմական խաչմերուկում, որի մի կողմում այն Հայաստանն է, որտեղ իշխանությունը կեղեքում է ժողովրդին եւ վերջինս էլ հեռանում է Հայաստանից։ Իսկ այդ խաչմերուկի մյուս կողմում այն Հայաստանն է, որ ամեն մեկի մտքում եւ սրտում կա։ Ամեն քայլափոխին սահմանադրությունը բռնաբարող քաղաքական ուժն ու նրա ղեկավարը արդյոք ունեն որևէ իրավունք Հայաստանի Հանրապետության մայրօրենքը սահմանադրությունը փոխելու համար։ Նախաձեռնության անդամներն անդրադարձան նաև սահմանադրական փոփոխություններին, հայտարարելով, որ դրանք իրականում չարեփոխումներ են։ Հետո նրանք ներկայացրեցին պայքարի 3 այն ուղղությունները, որոնք ընտրել են։ Առաջին քայլով նրանք այցելելու են տնետու եւ թռուցիկներ են բաժանելու։ Երկրորդ փուլով նախատեսում են 5 օրով փակել հանրապետության մի շարք ճանապարհներ, իսկ երրորդ փուլով կոչ են անում քաղաքացիներին չվճարել կոմունալ վճարները։ Վերջում Ոտքի Հայաստան շարժման անդամները ներկայացրեցին իրենց կանոնադրությունը, մասնավորապես թե ինչ նպատակներ է իրականացնելու շարժումը։ Անդրեաս Ղուկասյանը հայտարարեց, թե շարժման նպատակն է պաշտպանել ժողովրդի քաղաքական, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական ու մշակութային շահերը քրեական օլիգարխիայի ոտնձգություններից։ Հանրահավաքի ավարտին շարժման անդամները հավաքված քաղաքացիներին բաժանեցին իրազեկման թերթիկներ։